Ինչու վիրահատությունից հետո սով չեն զգում։ Բարիատրիկ վիրահատությունների մեջ հիմնականում սլիվ գաստրեկտոմիայի ժամանակ, այսինքն ստամոքսի երկայնակի մասնահատման ժամանակ, երբ որ մենք փոքրացնում ենք ստամոքսը, միևնույն ժամանակ հեռացվում ենք այն հատվածը, որը արտադրում է գրիլին հորմոնը, այսինքն այսպես ասած սովի հորմոնը։ Հետևաբար այդ ժամանակ սովի հորմոնը, գրիլին հորմոնը նվազում է, պակասում է եւ բնականաբար ազդակները ավելի քիչ են հասնում ուղեղ։ Եվ որի հետևանքով բնականաբար ավելի հեշտ է լինում մարմնի զանգվածի իջեցում։ Եվ դա է հիմնական պատճառը, որ շատ պացիենտներ գրեթե ամբողջ օրվա ընթացքում կարող է սով չզգան։ Այդ դեպքում ինչպես է լինում, որ մարդիկ ամբողջ օրը չուտելով, չկերակրվելով, այսինքն սնունդ չընդունելով կարողանում են ապրել։ Ասեմ, որ մեր պացիենտները բնականաբար բարիատրիկ վիրահատության գնացող ունեն իրանք ճարպակալման խնդիր եւ բոլոր օրգաններից ճարպերը հալվում են, այրվում են եւ բնականաբար ճարպը դառնում է էներգիա եւ հիվանդները կորցնելով իրենց քաշը, բնականաբար դա դառնում է էներգիա եւ հանգիստ իրենք ապրում են։ Սիրելի պացիենտներ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ տվեք ձեր հուզող հարցերը։ Չէ, բաժանորդը անհասանելի է։